Սիրելի եղբայրներ եւ քույրեր, վերջերս Փարսաստիճան հոգեվորական մահացուցինձի թե ինչու սուբսումունտում վարվեցին կդոնենք, ավելցնելով թե այս թրությունը նոր կամ այսպես կոչված Գրիգորյան դոմարի օրացույցի հետևողությամբ է, որ սկսած էր 1582 թվականին եւ զորհայ եկեղեցի ողջագրած էր 1923-ին։ Պատասխանը շատ հստակ է։ Հունվար 6-ին սուբսումունտի տոնակատարությունը ոչ մեկ կապ ունի Գրիգորյան օրացույցին հետ, այլ ավանդական թվականն է ընդունված բոլոր եկեղեցիներուն կողմէ։ Փոփոխությունը առաջացած էր 4-րդ դարում արևմտյան եկեղեցիներուն մեջ, որովհետեւ խափանեն հեթանոսական Սաթուրն Չաստուծո տունախմբությունը, զայն փոխարինելով արդարության աղիքակ Քրիստոսի ծննդյան տոնով։ Այս սովորությունը հետս է թափանցած էր նախ Երուսաղեմի եւ ապա արևելյան մյուս եկեղեցիներուն մեջ կոկսնական մտահոգությունները մղված եւ հայ եկեղեցին երբեք չէր պետք կարիքը չուներ այդ փոփոխությանց։ Արդարև Հովհան Ոսկեփերյան հայրապետը հետակային Կոստանդնուպոլսու պատրիարք 386 թվականին այս մասին անդրադառնալով ասաց է. մոտիկ անցյալին ավանդաբար աստվածահայտնության տոնը մենք եւս կդոներինք հունվար 6-ին։ Պատասխանս եզրափակելով ասի, թե դոնի նպատակը թվականին ավելի կարևորը մեր սիրտերը մսուրի վերածելով ըստ Քրիստոս ընդունիլն է մեր կյանքի մեջ, ինչպես նաև հավատալ ու խոստովանել զինք մեր դերը եւ ամենին կարևորը հետևիլ իր քայլերուն անոր սերը խոսքով եւ գործով տարածելու համար։ Խոսակիցս ուրախությամբ բացականչելով սավ իրավունք ունիս, լրիվ համաձայն եմ, որ թվականին ավելի առաջնահերթությունը դոնին պատկամը պետք է լա։ Ուստի մակտասյալ ուրախության աղբյուրին ծնունդը դեկտեմբեր 25-ին թե հունվար 6-ին դոնենք, զիրար ողջունենք ամփոփչական սիրովոքյով, ըլայտ ազնվություն, իրար հասկացողություն, նեորամտություն, հարկանք եւ աստվածային այլ առաքինություններ։ Այս ակտիվ բոլորդ կմաղթեմ առողջություն, երջանկություն եւ փառքավաճ դարիմը։